Սիրելի սովորողներ, սիրելի ուսուցիչներ, այսօր մեր երկրորդ նախագիծն է փաստորեն Տայսորցի դասարանը ձեզ ուզում է ներկայացնի նախագծային աշխատանքը թեման եռանկյունաչափական ֆունկցիաներ, դրանց գրաֆիկները։ Եղիազարյան Ամալյան, Մկրտչյան Անին, Հայրապետյան Միլենը, Հակոբյան Ռաֆայելը, Սահակյան Դավիթը և Ղազարյան Մերին։ Իսկ նախագծի ղեկավարն է Վիկեր Մարիսյան։ Այն առաջացել է դեռ հին ժամանակներում, մասնագիտություն և նվագնացություն ոլորտներում առաջացած խնդիրների լուծման արդյունքում։ Եռանկյունաչափական ֆունկցիաները սինուսը, կոսինուսը, տանգեսը և կոտանգեսը օգտագործվում են ոչ միայն մաթեմատիկայում, այլ նաև մի շատ գիտություններում, ֆիզիկայում, ճարտարագիտության մեջ, հատկապես պատվիրական երևույթների նկարագրման համար։ Մեր աշխատանքի նպատակն է ներկայացնել եռանկյունաչափական ֆունկցիաները, դրանց կիրառություններն ու հատկությունները։ Եռանկյունաչափական ֆունկցիաները հանդիսանում են մաթեմատիկայի կարևոր բաժիններից մեկը։ Դրանք նաև կիրառություն ունեն ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական ոլորտներում։ Այսօր առանց եռանկյունաչափական ֆունկցիաների չենք կարող պատկերացնել ճարտարագիտությունը, ֆիզիկան, ինֆորմատիկան, արբանյակային տեխնոլոգիաները։ Այդ իսկ պատճառով թեման համարվում է արդիական և անհրաժեշտ ուսումնասիրության համար։ Նաև կան մի քանի այլ բանաձևեր, որոնցից են տանգես ալֆան հավասար է սինուս ալֆայի և կոսինուս ալֆայի հարաբերությանը, կոտանգես ալֆան կոսինուսի և սինուսի հարաբերությանը, տանգես ալֆայի և կոտանգես ալֆայի արտադրյալը հավասար է 1-ին։ Եթե ունենք ալֆա անկյուն, սահմանվում են հետևյալ ֆունկցիաները. սինուս ալֆան, որը դիմացի էջի հարաբերությունն է ներքնաձիգին, կոսինուս ալֆան, որը կից էջի հարաբերությունն է ներքնաձիգին, տանգես ալֆան դիմացի էջի հարաբերությունն է կից էջին, իսկ կոտանգես ալֆան կից էջի հարաբերությունը դիմացի էջին։ Ինչպես նաև կարևոր դեր ունի միավոր շրջանագիծը։ Միավոր շրջանագիծ է համարվում, քանի որ շարաբիղը հավասար է 1-ին։ Այստեղ ցանկացած անկյան համար կարող ենք գտնել սինուսի և կոսինուսի արժեքները։ Սինուսի և կոսինուսի պարբերությունը 2π է, տանգեսի և կոտանգեսի պարբերությունը π։ Սա կարևոր է գրաֆիկների և ալիքների ուսումնասիրության համար։ X-ը ունի ալիքաձև գրաֆիկ, կոսինուս X-ը նույն ալիքն է, բայց π-ով տեղափոխված։ Տանգես X ունի ընդհատումներ և արագ աճում է։ Գրաֆիկները կարևոր են ֆունկցիաների վարքը հասկանալու համար։ Կան նաև զույգ և կենտ ֆունկցիաներ։ Աստղագիտության մեջ օգտագործվում են հեռավորությունները որոշելու համար, իսկ տեխնոլոգիաների մեջ խաղերի, անիմացիաների մոդելավորման համար։ Եռանկյունաչափությունը առօրյա կյանքում։ Չնայած դրա, որ այս մեթոդը հիմնականում իր մեջ ներառում է հեռավորությունների չափում, սակայն եռանկյունաչափությունը շատ կարևոր դեր ունի նույնպես, քանի որ այն օգնում է եռաչափ տարածության մեջ մշակել անկյունները։ Եռանկյունաչափությունը նաև լայնորեն օգտագործվում է այնպիսի հեռավորությունների և բարձրությունների չափման համար, որոնց ուղղակիորեն մենք չենք կարող հասնել։ Բարձրությունից մինչև գետնինը հաշվենք անկյունը և այդպես գտնենք շենքի բարձրությունը։ Այսինքն կարելի է հաշվել բարձրությունը առանց շենքը բարձրանալու անհրաժեշտության։ Նույն սկզբունքները կիրառվում են նաև աստղագիտության մեջ, Գիտնականները դիտարկում են երկրի շարժումը և աստղերի շարժումը, և դիտարկելով աստղերի դիրքերը երկրի ուղեծրի տարբեր դիրքերից, հաշվարկվում են աստղերի հեռավորությունները։ Ֆունկցիաները օգտագործում են նաև շինարարության և ճարտարապետության մեջ։ Եռանկյունաչափական ֆունկցիաները օգնում են մեզ հաշվարկել շենքերի բարձրությունը, տանիքների թեքությունը և այլ կառուցվածքների անկյուններ։ Առանց դրա մենք չենք կարող ճիշտ և անվտանգ նախագծել շինությունները։ Նավիգացիա և տեղորոշում։ Ինքնաթիռները, նավերը օգտագործում են տրիգոնոմետրիա, որը օգնում է մեզ ճիշտ հաշվարկել նրա դիրքը և ուղղությունը։ Տրիանգուլյացիայի միջոցով հնարավոր է գտնել տեղադրությունը քարտեզի վրա։ Տեխնոլոգիա և խաղեր։ Համակարգչային խաղերում 3D գրաֆիկայում բոլոր շարժումները, պտույտները, տեսախցիկի դիրքերը հաշվարկվում են սինուսի և կոսինուսի միջոցով։ Սա սինուս գրաֆիկի ձայնն է։ Սա նույնը ուղղակի կոսինուսի դեպքում։ Կոսինուսի ձայնը։ Ասենք ձայնային ալիք է, էլի։ Ինտերնետը վախն է սնունը։ Նույնը տանգենսի դեպքում և կոտանգեսի դեպքում։ Դա շատ նման է կոսինուսոիդին, սակայն տարբերությունն այն է, որ այն սկսում է իր առավելագույն արժեքից։